Պոչամբարը հանքարդյունաբերության ենթակառուցվածք է։ Հանքերի հարստացման կամ վերամշակման ընթացքում առաջացած հեղուկ կամ պինդ թափոնները, այսպես կոչված պոչանքները, հենց այստեղ են կուտակվում։ Ներգրաված են եղել նաև Հայաստանի Երկրաբանների միությունն ու ակադեմիկոս Եղազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի գիտնականները։ Ուսումնասիրում ենք հատուկ ջրամեկուսիչ նյութ ստեղծելու ուղղությամբ, որով կպատենք Պոչամբարի ամբողջ հայելին, մակերեսը եւ կթողնենք այնքան ֆիլտրացիոն ելքեր, որ անհրաժեշտ է Պոչամբարի հետագա կայուն գոյատևման համար։ Նյութը իրենից ներկայացնում է բնական պոլիմերահանքային ծագում ունեցող նյութ, որը մեծացնում է պաշտպանական շերտը, այսինքն փոքրացնում է ֆիլտրացիայի գործակիցը։ Այս նյութը ըստ Թոքմանյանի օգտագործվել է տարբեր բնագավառներում, այդ թվում գյուղատնտեսությունում։ Բոլոր դեպքերում արդյունքները գոհացնող են եղել։ Նոյեմբերից սկսած մենք անում ենք կոնկրետ պոչերի վրա ուսումնասիրելով նյութի ագրեսիվության, պոչի ագրեսիվության ազդեցությունը այս նյութով ստեղծված տեխնոլոգիաների վրա բացարձակապես ազդեցություն չունի այս պահի դրությամբ եւ բոլոր փորձարկման արդյունքները, որոնք հրատարակվել են բարձր տեխնոլոգիաների տեղեկագրում, ցույց են տալիս, որ մենք կարող ենք անցնել հաջորդ փուլին։ Հաջորդ փուլը նյութը բնական միջավայրում փորձարկելն է։ Առաջարկելու ենք մեր գործընկերներին փորձնական ընտրենք որևիցե մի տարածք եւ փորձնական այդ նյութը օգտագործենք, արդյունքները շատ ընդամենը մի որոշ ժամանակ հետո մենք կհասկանանք արդյունքները, ինչ արդյունքներ ենք ստացել եւ այդ նոր մեթոդը ես կարծում եմ, որ նաև հնարավորություն կա ընդհանրապես պոչերի ռեկուլտիվացման մեջ սահմանել որպես նոր ստանդարտ, չափորոշիչ, որը որ նաև պարտադիր կլինի բոլոր նաև պոչերի ռեկուլտիվացման համար։ 29743 քառակուսի կիլոմետր տարածք ունեցող Հայաստանում կա 22 պոչամբար։ Դրանք զբաղեցնում են շուրջ 1176 հեկտար տարածք։ Լոռի եւ Սյունիք այս մարզերում են մեծ մասը։ 12-ը Սյունիքում, 7-ը Լոռիում, մեկական էլ Գեղարքունիքի, Արագածոտնի եւ Արարատի մարզերում։ Հիմա հնարավորություն կա կառավարության ներկայացուցիչների հետ միասին, բիզնեսի հետ միասին եւ գիտական մեր գործընկերների հետ միասին այս հարցին ավելի ճիշտ սիստեմատիկ ոնց որ լուծում տանք եւ նաեւ սիստեմատիկ մոտեցում լինի, որը չի եղել։ Սակայն բացի պատշաճ կերպով ռեկուլտիվացնելը, որպեսզի այնտեղ անվտանգ բուսականություն աճի, մի խնդիր եւս կա։ Պոչամբարները համարվում են հանքանյութ պարունակող տարածքներ։ Օրինակ ոսկու հանքի համար ստեղծված պոչամբարը որոշ չափով ոսկի է պարունակում եւ հնարավոր է, որ երկրորդային, երրորդային վերամշակման ենթարկվի։ Դրա համար մենք նաեւ մեր տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության գործընկերներին ենք հրավիրել, որպեսզի հասկանանք, թե որ պոչամբարի հետ ինչ գործողություն է պետք իրականացնել։ Պատասխանատու գերատեսչությունները գիտական հանրության ու մասնավոր հատվածի ներկայացուցիչները հանդիպելուց քննարկելուց հետո որոշեցին մասնագիտական եւ գիտական նաեւ ներուժը օգտագործելով ներհայաստանյան եւ ուսումնասիրելով իհարկե միջազգային փորձը ստեղծել այդ միջգերատեսչական, այսպես ասած, համատեղ աշխատանքային խումբը եւ առանձնացնել առաջնահերթությունները եւ փորձել մեր առաջարկած տարբերակը, մեթոդիկան սահմանելով նոր ստանդարտներ իհարկե։ Պոչամբարների խնդիրը լուծելու համար առաջին քայլն արդեն արված է, նշում են բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնից։ Անհրաժեշտ ուսումնասիրությունն արդեն կա։ Աշխատանքային խումբը, որ ստեղծվելու է առաջիկայում, հենց այդ ուսումնասիրության հիման վրա էլ իրականացնելու է մյուս գործուն քայլերը։ Էմմա Վարդանյան, Արման Թովմասյան, Լիլիթ Հովհաննիսյան, Կիրակնորյա լուրեր։